Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն, ով մտադիր է տարբերվել արդարադատության նախկին նախարար Ռուստամ Բադասյանից եւ պայքար մղել քրեական ենթամշակույթի դեմ, ձախողելու է ավելի խայտառակ ձևով, քանի որ մի խումբ փաստաբաններ Ժողովուրդ օրաթերթի հետ զրույցում ասացին, որ այն, ինչ մտածում է նախարար Սարգսյանը, եթե փորձի օրենքի ուժ տալ, հակասահմանադրական է լինելու։ Ինչպես մանրամասնենք փաստարկներով։ Նախ պետք է իրավապահները տան բացատրություն եւ ներկայացնեն հիմքեր, թե ինչ է նշանակում քրեական աստիճանակարգում կարգավիճակ ունենալը կամ այսպես ասած օրենքով գողը, որի համար նախարարը պահանջում է պատժել քաղաքացուն։ Պատկերացնենք մի իրավիճակ։ Իրավապահ մարմնի աշխատակիցը քաղաքացուն հարցնում է. «Դուք օրենքով գող եք»։ Քաղաքացին պատասխանում է. «Ոչ» եւ հակադարձում. «Գողն էլ, ավազակն էլ դուք եք»։ Ինչ է անելու իրավապահ աշխատակիցը։ Անհասկանալի է։ Կամ եթե հարցնի քրեական աստիճանակարգով ինչ կարգավիճակ ունեք, պատասխանելու է չունեմ որևէ կարգավիճակ։ Ինչ է անելու իրավապահը։ Պարզ չէ։ Կարճ ասած, Արփինե Սարգսյանի փետրվարի 12-ի հայտարարությունը մասնավորապես նշանակում է, որ մարդուն հարցնելու են անունը, եթե պատասխանեց, թե ինչ է անունը, ուրեմն պետք է պատժվի։ Սա ոչ այլ ինչ է, քան խտրական վերաբերմունք, քանի որ մարդուն պատժում են իր արարքների համար, այլ ոչ թե ոչինչ չանելու, միայն ապրելու համար։ Ժողովուրդ օրաթերթը տեղեկացավ, որ հենց իշխանության ներսում ՆԳՆ նախարարի այս նոր գաղափարը լուրջ դիմադրության է արժանանում եւ դժվար թե կարողանան անցկացնել, քանի որ ակնհայտորեն սահմանադրությանը հակասող սկզբունքներով է կառուցված նախարարի ներկայացրած օրենքը։ Եզրակացությունը մնում է սպասել զարգացումներին։